Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավագանիում մարտի 10-ից մինչև մարտի 14-ը կանցկացվեն քաղաքապետարանի կառուցվածքային միավորների, ինչպես նաև մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերի 2024 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության լսումները։ Այսօր Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը հանդիպեց Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Սիմոնյանի հետ, ով ներկայացրեց տարվա տարեկան հաշվետվությունը։ Հիշեցնենք, որ բոլոր հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները ներկայացնելու են հաշվետվություն։ Ասեմ, որ մեր տեղական ինքնակառավարման օրենքի եւ բյուջետային կոդեքսի համաձայն բյուջետային հիմնարկները, այսինքն այս դեպքում քաղաքապետարանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել 2024 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ։ Հաշվետվությունը մենք քննարկում ենք եւ բացասական կողմերը եւ դրական կողմերը հաշվի առնելով ըստ քաղաքապետարանի բոլոր ծառայության պետերի եւ մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձանց, այսինքն IP-ների տնօրենների եւ հաշվապահների հետ մեկտեղ, որպեսզի քննարկենք եւ կանգնի եզրակացության, թե մեր կողմից առաջարկված կամ բնակիչների կողմից առաջարկված որևէ առաջարկության կիրառելու դեպքում ինչ արդյունքների ենք ստացել, դրական, բացասական, եթե իհարկե բոլոր չէ որ դրական արդյունքներ ունենան, եթե դրական չէ, քննարկում ենք թե ինչ լուծումներ կարելի տալ, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք, նմանատիպ քննարկումները բոլոր ծառայությունների հետ մեկտեղ եւ ավարտին մենք ուզում ենք որ ավականին կրիկ առնենք այն ռիսկային առաջարկություններ կամ կատարած աշխատանքներ, որը հետագայում չենք նախատեսնում, որ ունենան կամ եթե նախատեսնում ենք ունենալ եթե նախատեսնում ենք ունենալ եւ ինչ ծավի ենք հետագայում պատկերացնում, այդ ամենը կքննարկենք քաղաքապետի հետ, քաղաքապետի տեղակալների հետ մեր բյուրոյի անձնակազմով։ Ասեմ, որ այսօր ենք սկսել լսումները, մինչև ամսի 14-ին կունենանք լսումներ, պլանավորած ունենք, բոլոր լսելուց հետո ընդհանուր հանդիպում կունենանք քաղաքապետի տեղակալների եւ մեր բյուրոյի անձնակազմի հետ։